Դու խենթես, խենթաղջիկ մինուս է։ Ասում ես երկել չգիտեմ։ Չիստե պրուդի։ Մարդկա ձայն ունի, մարդկա մի քիչ հիշողություն։ Ու տնօրենը պարտվեց, էս ինչ լավ երկրում ենք ապրում։ Արդար։ Չեմ հավատում։ Այսինքն 3 տարի չեն երկել, էլի թող չերքեն։ Ենթափուլային խաղը կոչվում է խառնած բառներ։ Առավի տեղը, գել եմ։ Չէ, դե մտածեցի, որ ավելի հեշտ կլինի։ Ասում եմ, ասում 5 տարեկան էի, ընտրել եմ 5 երկեր։ Իրանք առաջինն էին։ Ոնց են իրենք։ Կարաոկե 963, երկու թիմ 4 ձայն ու տարբեր ոճերի երգեր։ Պոպ, ռոք, ռեփ, շանսոն, հայկական։ Երգիր մեզ հետ YouTube-յան եթերում։ Ըստ հոգեբանների երաժշտությունը ոչ միայն օգնում է բարելավել տրամադրությունը, այլև օգնում է հասնել նպատակներին եւ դառնալ ավելի ինքնավստահ։ Դե ինչ ես ձեզ առաջարկում եմ դիտել մեր հաղորդումը եւ զուգահեռ հասնել ձեր նպատակներին։ Ես ավետն եմ, դուք գտնվում եք 963 կարաոկեում եւ մենք սկսում ենք ողջույն սիրելի հյուրեր։ Շատ նոստալգիկ օր ենք մենք այսօր ունենալու եւ ուզում եմ ձեզ միանգամից ներկայացնել իմ հյուրերին։ Մարտով միաժամանակ համատեղում է ռուսական դրամատիկական թատրոնը, Մնջախաղի թատրոնը ու նաեւ Երգի պետական թատրոնը։ Ու ասում որ տեսել է Հայաստանը Արթուր Գրիգորիչի աչքերով ու սիրահարվել։ Մարդ ով կարծում էր որ դե կերան էլի դպրոցը եղբայր, կերան էլի։ Դերասան եւ երգիչ Մանվել Խաչատրյան։ Ձեր ծափարությունները, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Մարտով 2010-ականներին կադրի ամենաթեժ կենտրոնում էր, կարելի ասել հայկական շոու բիզնեսի էպիկենտրոնում, իսկ այժմ նա զբաղվում է մեծ միջոցառումների կազմակերպմամբ։ Մարտով 2000-ականներին առաջինը իր սոլո տեսահոլովակում նկարվեց Համբույրի տեսարանում։ Նախկին երգիչ, բայց այժմյան բիզնեսմեն Տիկո Մնացականյան։ Եկեք բարձր ծափարենք։ Մարտով հասցրել է դառնալ մարքեթինգի զոհ ու դարձել լաբոբու խաղալիքի սիրահար։ Եկեք հասկանանք ինչու։ Մարդ ում հետ հանդիպումը բարձրացրեց աշխատավարձս ու ինձ կայունացրեց ֆինանսապես։ Թե ինչու, դիտեք հաղորդման տիտրերը եւ անպայման կհասկանաք։ Իմ լավ ընկեր եւ տաղանդավոր հաղորդավարուհի Այլիտա Չիլինգարյան։ Եվ իհարկե Մարտում բոլորը գիտեն որպես միշտ զբաղված ու խառը մարդ, ու շատերը նրան հենց այդպես էլ դիմում են, խառը Արաքս։ Մարտով հասցնում է նկարահանվել, խաղալ թատրոնում, լինել ռադիոյում, կրկնօրինակել ֆիլմեր, միաժամանակ լինել եւ կին եւ մայր։ Տաղանդավոր դերասանուհի Արաքսիա Մելիքյան։ Ես անչափ ուրախ եմ, որ դուք այսօր իմ հյուրերն եք, ես այն մարդն եմ, ով ձեզ դիտում էր դեռ 2004-ին, երբ ընդամենը 5 տարեկան էր։ Շնորհակալ եմ Տիկո եւ Մավ ինձ հյուրընկալվելու համար եւ իհարկե ձեզ գեղեցկուհիներ, մեր տաղավարը անպայման պիտի լցվի գեղեցկությամբ։ Ես ունեմ մի հարց։ Կասեք, որ երգը ըստ ձեզ կբնութագրի ձեզ, եկեք հերթով պատասխանենք։ Որ երգը, երբ որ դուք լսեք կամ օրինակ կառաջարկեք մարդկանց, որ երբ որ դու օրինակ ես երգը լսես, դա իմ մասին է, հասկանում ես։ Ասեմ ես։ Miley Cyrus-ի Flowers-ը։ Okay։ Արաքս։ Հենց նոր դու խենթես, խենթաղջիկ մինուս է, ես էլ քեզ խենթի պես եմ սիրել։ Իմ մասին է։ Ասում ես երկել չգիտեմ։ Մավ իսկ քեզ։ Չիստե պրուդի։ Ինձ ավելի Այդ հանցագործ ջիղը միշտ Լեննականյան ներքին կուլտուրա։ Իսկ Տիկո։ Վայ, ճիշտ ասած չեմ պատկերացնում ինչ պետք է խորանամ որ պատասխանեմ, առաջինը մտքիս եկավ, չգիտեմ ինչի I believe I can fly երգը արտելի։ Հրաշալի տարբերակներ, մեկը մյուսից հրաշալի տարբերակներ, շատ լավ, շնորհակալ եմ, ես վստահ եմ, որ մենք կարող ենք երգել։ բոլոր երգերը կարող եք երգել։ Ինչ էստեղ ասեցին, հերթով սաղ երգելով գնանք։ Եկեք մի հատ արագ փորձենք։ I believe I can fly-ից սկսենք։ I believe I can fly. What is մտած։ I can touch the sky. La 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 Բոլոր անհասկանալի իրավիճակներում կարելի է ուղղակի ասել Չէ, գիտեր, բառերը գիտեր։ Ուրեմն այսօր Այլիտայից կարելի է մի քիչ զգուշ լինել։ Չեմ ասի, որ երգերն լինելու, ես ձեզ առաջարկում եմ այս հրաշալի տեղը
Կներեք։ Միանգամից ասեմ, որ մենք ընդհանրապես երկի բառ չգիտենք ու մենք արդեն մի քիչ պարտված ենք, որտեղ այլիտայից շատ ենք արդեն վախեցի, ինքը պատմել է իր ընդունակությունների մասին։ Ես կարծում եմ, որ պետքա մարտական տրամադրվել ու հաղթել։ Մենք ուզում ենք հաջող ստանանք Ավելին ասեմ, մեզ հենց դա է մի պետք։ քիչ հիշողություն։ Այգեք միքսենք բոլորս միասին ու ստանանք այն ինչ որ մեզ պետք է։ Ես առաջարկում եմ այս հրաշալի տրամադրությամբ տեղափոխվենք առաջին փուլ։ Բացատրեմ առաջին փուլի կանոնները։ Տեսեք, էկրանին հայտնվում է երգ, դուք պետք է երգեք երգը։ Մասնակիցներից ընդամենը մեկն է երգելու։ Բաց են թողնված բառեր, մասնակիցը պետք է արագ հասկանա, թե ինչ բառ է բաց թողնած ու երգի։ Ամեն երգված ճիշտ բառը արժե 1 միավոր։ Բայց մենք սկսում ենք ենթափուլային խաղով, որպեսզի դուք կարողանաք ընտրել երգերից մեկը։ Ենթամաշկային այտենց մի բան։ Մենք սկսում ենք ենթամաշկային խնդիրներով, մենք սկսում ենք ենթափուլային խաղով, արագ, որը իրանից ենթադրում է հետևյալը։ Այստեղ մենք խաղ ենք խաղում ու դուք խաղի միջոցով որ թիմը որ հաղթում է, ընտրում է մեր երկու, մի տեսակ արևմտահայ եմ ինձ զգում, երկու երգերից մեկը, ահա, Հոսե, Սիրուշո միայն քեզ եւ Սոնա դեպի երկինք, Սոնա Շագելյան դեպի երկինք։ Հասկանանք թե ովքեր են պայքարում եւ որ երկի համար։ Հանուն արդարության ես հիմա կհիշեցնեմ։ Հանուն արդարության ասեմ, որ այսօր ես ձեզ համար ընտրել եմ Սպասեք այնտեղ երկեն հիշեցիք, շատ լավ։ Այդ մեզ չի վերաբերվում, չէ՞, երկու երգը։ Մեկը ձերն է լինելու։ Հիմա կհասկանանք թե որն եք դուք ընտրում առաջինը։ Հանուն արդարության ասեմ, որ այսօր ես ձեր համար առանձնացրել եմ սովետական մուլտֆիլմերից երգեր։ Տեսնենք թե ով է գուշակում։ Տեսեք, կարևոր է։ Հա, մեզ դրել։ Ինչ։ Պարավիտերեք, էլի։ Չէ, դե մտածեցի որ ավելի հեշտ կլինի։ Ասում է, 5 տարեկան էի, ընտրել եմ 5 երգեր։ Չէ, ոչ դե ամեն դեպքում։ Զատո տեսքներս լավ է։ Այո, ասեմ որ բավականին լավ եք պահպանվել։ Ես երբեք չեմ փայլել, գիտեք։ Ամեն դեպքում, շարունակենք։ Ես երգեմ երգը, ենթափուլային խաղը կոչվում է ես ասեմ, առանց ես ասեմ ասելու մի անգամից դուք ասում եք թե որ մուլտֆիլմն է եւ կարեւոր է ասել վերնագիրը։ Ուշադրություն։ Սկսեցինք։ Говорят ми бяки бу։ Ճիշտ է։ Մծով ասեց։ Արաքս ասեց։ Առաջինը Զապիսով կնենք, բայց արաքսը ավելի ճիշտ է։ Արաքսը ինքը բարձր ասեց։ Մենք ճամաչում ենք աղջիկ հետ։ Չէ, մի ամաչեք, ուղղակի արաքսի ձայնը բամբ է եւ նա բարձր միանգամից ասում է։ Հետո դու TV-ով կնայես։ Ուշադիր մյուսը։ Մենք այդ կմոնտաժենք նենց, առաջինը մենք։ Տեսեք, չէ, պաշտոնական դիրքի չարաշահում է, սա հենց հիմա արձանագրեք։ Пусть мама услышит, пусть Մաման ծանոք։ Չէ։ Ինչ ասացի դիք։ Մաման ծանոք։ Հա, ճիշտ է, բայց մի հատ էլ ամբողջական արի միասին ասենք։ Какой? Кто ում էր փնտրում այդ մաման ծոնը։ Իշիտ մամու։ Մաման ծանոք, իշիտ մամու։ Mama для մաման։ Մամա для մալիշ։ Մաման ծանոք։ Լավ, հաշվում ենք ճիշտ տարբերակ, հավասար է հաշիվը։ Մեկ անցնում ենք հաջորդ երկին։ Գնացինք։ Расскажи, Снегурочка, как? Էլ պետք չի զապիս։ Կնոպկա չունենք, տնորեն էստեղ է, դիմեք մի հատ կնոպկա բերենք, դնենք սիրուն։ Առաջինը տիկոյենք էին, այսինքն հաշիվը դառնում է 2-1։ Ուշադիր հաջորդը։ Մի րոպե։ Черепаха եւ Լևոյանը սողիշ։ Ճիշտ է, Արաքսը ճիշտ ասեց։ Մուլտիկ չի։ Մուլտիկա։ Нет, միանգամից ես էլ ռուսերեն սկսեցի խոսալ։ Չէ, տեսեք, վերնագիրը Արաքսը ասեց։ Ամբողջական չասեց, բայց հիմա մենք ծանոթ խառնենք, օգնենք միասին կասեմ, որ հաշիվը դառնա հավասար 2-2։ Արաքս։ Ինչ ասեցի, նորից ասա։ Շադիր։ Լվյոնակ։ Լիվյոնը չիրիպա։ Ինչ էին անում միասին։ Երկում են արևի տակ։ Ճիշտ է, երկում են միասին։ Այդպես է կոչվում վերնագիրը, ես ռուսերենից տվել եմ, չեմ ասի վերնագիրը, որ խայտարակ չլինի։ Դու ասում ես հայրը, ես թարգմանում եմ։ Ուշադիր, ժողովուրդ, այս մեկը ով առաջին ասեց, ինքն է ընտրում, այնպես որ Я играю на гармошке։ Իրանք առաջինն էին։ Որը ո՞նց էին իրենք։ Իրանք նոտիկ են նստած, շուտ ան։ Չէ, ես լսվում։ ուշադիր նայում եմ ձեզ, անկեղծ ուշադիր նայում եմ, անկեղծ։ Աչքերից մեջ նայում ես դու հենց այդ ժամանակ, որ ասի կրակաձեն գենա իջի բուրան։ Բայց ականջներն են։ Լավ, եկեք հանուն արդարության։ Մի հատ էլ անենք։ Մի հատ էլի, օքեյ, լավ, այս մեկը ասում եմ։ Ես մի երկ ավելացնում։ Համոթ, չէ, վсё իրանք հաղթեցին։ Հաստատ։ Լավ, դե ուրեմն առաջինը
Համաձայն եմ, ծափարությունների արժանի Այլիտա եւ Արաքս, հասկանանք ով է ընտրում եւ ով է երգում։ Որ երգ։ Սիրուշո միայն քեզ եւ Սոնա Շագելյան դեպի երկինք, հասկանանք ովքեր են ընտրում եւ ով է երգում։ Իսկ Սոնա Շագելյանը որն էր։ Դեպի երկինք։ Որ ծնվել ես Գնա դու բարերը գիտես որ։ Ելեմ երկից, սեր։ Դե ինչ Այլիտա երգում է Սոնա Շագելյան, թե ինչպեսին է Սոնա Շագելյանի երգը Այլիտայի կատարմամբ, հենց հիմա գիման։ Ես ասեմ, որ քեզ կօգնեմ հաստատ։ Ես կարող եմ լինել այն դինոզավրը, ստեղ որ թռնում եք։ Սեր, ես պատրաստ եմ քեզ սպասել, 7 ծովերնի վեր, փնտրածիս անունն է սեր։ Քեզ վարաստղերն են անուրջներ, որ անցնես խոչընդոտներ, լոկ մի փոքր սեր։ Սեր, չդողաց կամիններից, հարաթև անձրևներից, ծուր օրենքներից։ Քեզ, որ ծնվել ես արևից, ժառանգել եմ երկնքից սեր, ես ախլանի քեզ կդառնամ եղներ, քանի ուժ ունեմ թևեր, կապուրեմ ու կուղարկեմ վեր, երկը իմ որտեղ ապրում է սեր։ Այլիտային իրոք արժանի է ծափահարությունների, Այլիտան արժանի է ծափահարությունների 6-ից 5 միավոր դու բերեցիր քո թիմին շատ լավ արդյունք էր, շատ լավ։ Այստեղ այդ անուրջների Անուրջները կամուրջներ, բայց ոչինչ։ Իսկ հիմա ժամանակն է որպեսզի մենք երկհարապարակը երթով շարժվենք դեպի երկհարապարակ, հասկանանք թե ով է երգում Լավ է երկինք։ Սիրուշոյի երգը, Մավը թե Տիկոն։ Տիկոն։ Հաստատ։ Որ անգլերեն։ Մյուսը ռուսերենն է, չէ։ Դե տեսնենք, չգիտեմ, չեմ կարող ասել։ Որ ասեմ ես կոնն Առաջին սերը ինձ թվում է միշտ կապրի Այլելով տողերը կարտասրի Արդյունքներ թողնելով Ես որ ես սերը քեզ տալիս եմ հեռանալ Չեմ կարող գալիս եմ ես քեզ մոտ գալիս եմ Քեզ ասել ես սիրում եմ միայն քեզ Այն որ իմ սիրտը տես Քեզ մոտ գալիս եմ որ ասեմ ես քոն եմ ես Սիրում եմ միայն քեզ Այն որ իմ սիրտը տես Քեզ մոտ գալիս եմ որ ասեմ ես քոն եմ Սա ճիշտ եմ ասել։ Ու դու ասում էիր, որ պետքա քեզ օգնել երգելուց, ինչի մասին է խոսքը։ 13 տարի չենք երգել, դա խնդիրը, բայց դե հեծանիվի պահն է, էլի։ Մի հատ պրոբլեմ չկար։ 6-ից 6, ճիշտ ասել ես բոլոր բառերը, այո, դու քո թիմին բերում ես 6 միավոր։ Փուլի հաշիվը 6-5 է եւ 6-5 հաշվով մենք տեղափոխվում ենք հասկանանք ինչ է տեղի ունենալու երկրորդ փուլում։ Գնացինք երկրորդ փուլ։ Բացատրեմ երկրորդ փուլի կանոնները։ Տեսեք, ուրեմն թիմի այն մասնակիցը, ով ցույց չի տվել իր տաղանդը առաջին փուլում, հիմա ձեր աստեղային ժամն է Արաքս եւ Մավ։ Հիմա տեսեք, դուք կրկին երգում եք, կրկին բաց են թողնված բառեր, բայց այս անգամ երգերը ընտրված են արտասահմանյան երգացանկից։ Բայց մենք ինչ ենք անում։ Մենք նորից խաղում ենք ենթափուլային խաղ, որպեսզի հասկանանք, թե այս երկու հրաշալի երգերից որն եք ընտրում դուք։ Viagra, Papitка номер 5 եւ Վալերի Մելաձե, Красиво։ Շարունակությունը չենք ասի, որ ձեզ չհուշենք։ Հիմա տեսեք։ Հələ կներեք, մի հատ բան ասեմ, կարող հիմիկվանից կողմնորոշվենք, այդ չխաղանք ինչ-որ բան։ Չէ, պարտադիր է խաղալ։ Այդքան պատրաստվել ենք, որ խաղանք, ինչի մասն է խոսքը։ Բայց բարի
Լավ, մի օգնի։ Բայց բառերը գրվում է արագ, բառերը գրվում է։ Երկու բառ։ Ուշադրություն, թեժ պայքար է մեզ մոտ, բայց հիմա կփորձենք մի փոքր հանդարտեցնել գրքերը։ Ենթափուլային խաղը կոչվում է խառնած բառներ։ Էկրանին հայտնվում է երգ, որի բառերը լրիվ խառնված են։ Դուք պետք է արագ գուշակեք, թե որ երգի մասին է խոսքը ու միանգամից տակ պատասխան։ Ուշադրությունը էկրանին։ Ոչ ծանոթ է։ Դու կարծում ես այս կարծում ես այս Անդրեյն Ախվերջյան։ Ճիշտ է։ Անդրեյն է արտասում պատուհանի։ Պստիկ շուտն էին, հա այն։ Չասե պիտի ասեք, որ ես արդար եմ։ Արաքսենք ավելի առաջին ավելի շուտ ասացին դրա համար հիմա հասկանանք թե որն եք ընտրում դուք Վալերի Մելաձե Կրասիվա թե Կրասիվա էլի։ Կրասիվն եք ընտրում։ Որտե՞ղ այդտեղից երկու բառ Բառ գիտեմ։ գիտեմ։ Կրասիվա։ Այդ թող Նիկոլը վիազա է։ Տեսեք։ Բայց առաջարկում եմ մի պահ այս երգը երգենք։ Հա, դու կարծում ես այդ Անդրեյն է արտասում պատուհանի։ Այդ ափսոսանքի խոսքերն են գլորվում հատիկ, գլորվում են ու հոսում են, ապակուց թափվում են ցած։ Այս խոսքերը որ լսվում են իմ երգի մեջ ուշացած։ Մեր սիրով աշունը երբեք չի կրկնվի Ունեցյալը մեր անգամ Արաքսը պարելով արդեն տեղավորվել է, միայն պիտի խնդրեմ Արաքս, որ ապայման երգելուց վերցնեք միկրոֆոնը, որ մենք լսենք ձեր գեղեցիկ ձայնը, նաև միկրոֆոնը։ Ինձ շատ հետաքրքիր է, թե ոնց հարանչելու Մավի կատարմամբ Վիագրայի երգը։ Խնդրեմ։ Весенняя любовь, она была отчаянно красива. Мегеркуе красиво. Նորից է։ Трахали очень ответственный спец. Первый день зимы на краешке земли нечаянно расстались мы с тобой. Падал белый снег, и розы отцвели. От нас ушла весенняя любовь. Отчаянно красиво, красиво. Ты вошла в мою грешную жизнь. Красиво. Ты ушла из нее. Но играя в душу, а ведь это совсем не игрушка. Это сердце мое. Հայտարարեց Արաքսի Ամերիկյանը, խեչ միլիազը շուր է։ Уберите эту девушку. Այնօրը հրապարակ էր Արաքս։ Բայց չենք քննարկելու, չէ՞, вообще որ սաղը այլի տան հուշել է։ Պրոստ է, դենց, մտքերումս ունենանք, էլի։ Լավ։ Հանգիստ Մավին էլ կհուշի, այո, ինչպես արդեն ասացինք, սա պաշտոնական դիրքի չարաշահում է։ Արաքսյան իր թիմին բերում է 5 միավոր, այսինքն բավականին լավ արդյունք է գրանցում։ Հիմա հասկանանք, թե ինչպիսին է կլինի Մավի արդյունքը եւ կամփոփենք երկրորդ փուլի հաշվին։ Օգնեք էլի որ։ Անպայման։ Մարդը իրա բեք վոկալով, բանով։ Халка полюбила, второй надо тебя позбыла.
Четвертый исчез во вторник, а Б почти ничего не помню. Пятый мой совсем не такой, в его руках я таю, как снег. Меня уносит теплой рекой под небес. А я простила его опять. О, как намаялась я с тобой, мама, попытка номер 5. А я простила его напрасно, видимо. Знаю я от этого, теряя независимость. Он чигидей куплета. Вообще, он чигидей. Չիմանալով երկը։ Ավեն դու չգիտես։ Բայց չի ինձ ուզում ցեյք կրակ։ Կոշմար։ Մավ, Կներեք ներողությունը։ Վիագրա չէ։ ամենից շատ նորմալ էր, չիմանալով երկը դու 5 ճիշտ բառ ես ասել։ Զարմանալիորեն։ Դե արի տանել ինձ ա։ Այո, աղջիկներն եկեք ասենք շնորհակալություն։ Փուլի ընդհանուր հաշիվը 5, իսկ ընդհանուր խաղի հաշիվը 10, 11 հոգու Տիկոյի եւ Մավի։ Իսկ ես լավ ենք գնում։ Շատ լավ ենք գնում ու տենց գնալով հասնում ենք միանգամից 3-րդ փուլ։ Բացատրեմ 3-րդ փուլի կանոնները։ Տեսեք, այս անգամ մասնակիցները երգում են երկուսով։ Երգի կատարումը հավասար կիսվում է երկու մասի, բայց բաց թողնված բառերի փոխարեն մենք օգտագործել ենք էմոջիներ, որպեսզի ձեզ հուշենք բառերը։ Թե ինչ էմոջիներ կլինեն ու թե ինչպիսին կլինի արդյունքը դուետի, կհասկանանք կարճ խաղից հետո, որը իմ կարծիքով կարճ կտևի, բայց միշտ ավելի երկար է թվում, քան մենք նախատեսում ենք։ Տեսեք, սկսում ենք ենթափուլային խաղով, որը այս անգամ կոչվում է հաստատ կա։ Հաստատ կա, ուղղակի երևի ես չգիտեմ։ Ես ձեզ ասում եմ երգային բառ։ Դուք այդ երգային բառով երգում եք երգ։ Այնքան մինչև որ ինչ-որ թիմերից մեկի երևակայությունը սպառվում է կամ վերջանում են երգերը։ Ես ձեզ ասեմ որոնք են երգերը, ուշադրություն, Քրիստինե Պեպելյան, Մայրիկ եւ թիվ 5 4 տղա։ Հիմա տեսնենք թե ինչ է կատարվելու այստեղ, արդյոք Տիկոն եւ Մավը կուզենան երգել իրենց երգը, թե ամեն դեպքում կերգեն Քրիստինե Պեպելյանի երգը, իսկ երգային բառը, որ ես պատրաստել եմ ձեզ համար այսօր, հետեւյալն է. աշխարհ։ Հա, ասեմ։ Իմ աշխարհեք, լինեմ աշխարհով մեկ։ Մենք հենց այդպես էլ անելու ենք, ավելի քիչ միավորներ ունեցող թիմից ենք սկսել ու իրանք միանգամից սկսեցին։ 1, հիմա ձեր հերթն։ Աշխարհ պտուտեկա։ Լավ։ Աշխարհումը սիմնդունից բեմուրված։ Աշխարհով ես քո ցավը, չգիտեմ այդ ինչ։ Գիտեմ ես հաշվում եմ այդ տարբերակը, այո։ Արաքս եւ Այլիտա։ Մի հատ ռաբից երկ կա, երեխու աղջիկ երեխու համար ասում։ Իմ աշխարհ ես իմ ինչ, այսա կհիշեմ։ Այդ ասեցիք առաջ։ Տեսեք, բայց պետքա բառը երգը չկրկնվի, կրկնվելու դեպքում միանգամից պարտվեք, այնպես որ ուշադիր եղեք։ Աշխարհ։ Ես սկսեմ կամաց հասվել։ Թամամ աշխարհ պտուտեկան ասես։ Հա։ Չասես, չենք հաշվում այդ տարբերակը։ Չենք հաշվում այդ տարբերակը։ Յանի չենք լսել։ Իբր չենք լսել, ահա։ 1 օգտագործեք նաև ռուսերեն, անգլերեն թարգմանություններ, world We are the world, we are the children։ Լավ, դուք։ Միր։ Ստելի։ Հա։ Միր տարբերակով հաստատ շատ տարբերակ երգեր կան։ Աշխարհով։ Նոյ միր չկա տենց։ Կա, բայց կա։ Կա։ Պիտի ասեք բայց ում երգը, եթե երգը ոչ այնքան հայտնի է, պիտի համաշխարհային ռուս, համաշխարհային չէ, համառուսական։ Արաքս չասես իրանց չուշես, թե իրանք քո երգը կվերցնեն։ Հասկացա լավ։ Լավ, մեզ երևի ավելի հետաքրքիր է, որ իրանք թիվին երգեն, մենք Քրիստինե բայց իրանք չգիտեն ինչ կընտրեն։ Բայց էլ չեք հիշում աշխարհով երգը։ Դու որոշի։ Դու քանի որ երգի բառերի աստվածուհին ես դու։ Բայց դե հավասար կիսվում է։ Իմ աշխարհ եկը երգեցի։ Դե ոչինչ, ես որը ավելի լավ գիտես։ Հենց սկզբից իրան։ Դու լավ գերազանց կանես, ես կփչացնեմ։ Դու շատ գերազանց ես, որ Այս իրաց երգը ընտրենք։ Antico Rafa, Ասեցավելա։ Դուրջ քննարկումից հետո հասկանանք ինչ որոշման եկաք դուք։ Ում Մենք ուզում երգեք։ ենք, որ իրենք չերգեն իրենց երգը։ Այսինքն դուք ուզում եք չեն երգել, էլի թող չերգեն։ Էլի թող չերգեն, շատ լավ, ուրեմն Մի բան ասեմ, 13 տարի չի, մի տարի առաջ իրանք երգել են հրապարակում այդ երգը։ Կամ Շոմոսնիվա։ Դե մոտ ինչ կա դա էլ ասում եմ միանգամից։ Ամեն դեպքում վերհիշել են այդ պահերը։ Վերհիշել են։ Իսկ մենք հիմա
սա իմ համար շատ շոկ կոնտենտ է, որովհետև մենք հիմա լսելու ենք Թիվ 5-ի երգը 4 տղան, Արաքսի եւ Այլիտայի կատարումը։ Թիվ 2-ը կատարում է Թիվ 5-ը։ Թիվ 4։ Օրերը անցան ու մեջ ոսոքով Սիրով երկով գնում ենք առաջ Սիրուն ընթարաջ Քեզ եմ փնտրում հոգուս երաս Ախ երանի ես քեզ գրկեմ Ախ երանի ես քեզ շոյեմ Ախ երանի քեզ համբուրեմ Իմ լես միայն դու Սիրուն աղջիկ ասա, մեզ մեզ հասկանանք, միթով սիրուն սենթանանք Դե արի սիրուն աղջիկ արի, որ ծանոթանանք, դիրքո, ռապո, աբոմա, մեզ միթով է լավ Դե ասա սիրուն աղջիկ ասա, միտքն հասկանանք, միթով սիրուն սենթանանք Այլիտան եւ Արաքսը իրենց թիմին բերեցին 6 միավոր։ Բոլոր բարերը հենց երկի հեղինակների մոտ երկեցին, երկի կատարողների մոտ երկեցին ճիշտ։ Ձեռնոց նետեցինք նրանց։ Անմիջական, այո, օգնություն ունեին նրանցից։ Իսկ հիմա տեսնենք Տիկոյի եւ Մավի երգը, Քրիստինե Պեպելյանի մայրիկ երգը նրանց կատարմամբ։ Եկեք բարձր ծափարենք։ Mother։ Նստախուր երգա լավ երգեք։ Սիրուն երգա Չես աղոքել։ Ես մանկապարտեզում ես երգի երգել եմ։ Լուսավոր գիշեր, լուսավոր ուշեր, մի կապույտ գիշեր, հեռացած օրոր, ու տաքուկ ձերքեր, հայացով անուշ, ինչ շոյորձ աչքեր, օգարոտ դարձած, մանկության օրեր, Ուր եմ գնան ուից է տարի Դու իմ միակի մարդուն բերի Իմ միակ մայրին բարի Ես սիրում եմ անգին իմ մայրի Լույսը քո անհուն աչքերում Վարասկի նման ինձ տանում է Սեն է քո հոգում մի ամբողջ աշխարհ Իմ անհոգ ու խենթորերի Ինձ համար գիշերը մոմեր վարած Նուր ձեռքերը ես համբուրում եմ Քո սիրո համար իմ մայրիկ բարի Ողջացները քիչ եմ ների Բրավո! Իմ մեջ տպավորվել էր, որ երկրորդ տուն էլ պետք է լինի, դրա համար ես հետո շարունակեցի Բոլոր հնարավոր բառերը գուշակված են ճիշտ, երկված են ճիշտ, 6 միավոր Եկեք ծափարենք, դուք կարող եք զբաղեցնել Ես արդեն հաշվել եմ ով է հաղթել Հա, ինձ ասեք ես Շատ դժվար հաշվարկ է Եկեք այսօր սենցանենք, եկեք այսօր ուրեմն թող Տիկոն մի անգամից ասի, թե ովքեր են հաղթողները ու ամփոփի խաղի հաշիվը Ինչքան էլ մենք մաքսիմալ փորձեցինք ջենտլմենություն անել Երկրորդ փուլը ականջին ամբողջը հուշել եմ ջենտլմեններ ջան Բայց առաջին ձեզ էլ ես հուշել Մեզ էլ եմ հուշել, բայց մերն էր Ձեզ նույնիսկ օպերատորներն էին հուշում Այո, ձեզ մի այստիմ Իրականում շատ հավասար պայքար է եղել, որտեղ մի աչոկով է, չէ՞ ոնց որ տարբերությունը Ընդամենը մեկ Ընդամենը մեկ աչոկով Գոնե այսքան տարվա մեր կոնսերվատորիաների երգերի փորձը թող այդ մի փոքր տարբերությամբ երևար ոնց որ մենք ենք, չէ՞ արդեն։ Այո։ Հաղթել են Տիկոն եւ Մավը, եկեք բարձր ծափարեն նրանց, այո։
Արաքսի դեմքից չի ասի, որ նա այնքան էլ ուրախ է այս հաղթանակի համար։ Ես սա պարտություն չեմ համարում։ Պես որ, այո, թող ձեր կոնսերվատորիան հաղթի։ Այո, դուք շատ գեղեցիկ եւ տաղանդավոր եք։ Վայ ինչ լավ դրական հաղորդման փակում է ստացվում, բայց ես ասեմ իրականում Արաքս, որ մեր գլխավոր նպատակը ոչ թե լավ երգելն է, այսինքն նորենը պարտվեց, այս ինչ լավ երկրում ենք ապրում։ Արդար։ Չեմ հավատում։ Բայց մյուսը ամենակարևորը, այո, որ մեր մոտ արդար է, երգերը նախապես ոչ ոք չգիտի, ամենակարևորը դա է։ Ես մի քանի կոմենտ տեսա, որ դե նախապես երգ չէ։ Ոչ մի երգ նախապես ընտրված չի, ոչ ոք չգիտեր ոչ մի երգի մասին։ Բացի այդ մեր գլխավոր նպատակը ոչ թե լավ երգելն է, որովհետև սա ընդհանրապես երգի մրցույթ չէ, սա ընդհանրապես հաղորդում է, որտեղ մենք փորձում ենք ձեզ տալ լավ էմոցիաներ, լավ էներգիաներ ու լավ լիցքեր, որպեսզի ձեր օրը դառնա գեղեցիկ մեզ հետ ու մեր հրաշալի հյուրերով։ Ես առաջարկում եմ եւս մեկ անգամ ծափարենք, շնորհավորենք հաղթող թիմին։ Շնորհակալ ենք շատ հրավերի համար։ Ու այսօրը յուրահատուկ օր է մեզ համար, որովհետև մի քանի օր առաջ ընդամենը Գոսպորտի ծնունդներ, Գոսպորտը դարձավ 3 տարեկան, եկեք Գոսպորտին շնորհավորենք։ Եվ հենց այդ առիթով, քանի որ վերևներից մարդ կա, մենք էլ որոշել ենք ձեզ հանձնել նվերներ, բայց ոչ թե միայն հաղթողներին, բոլորին։ Այլիտա ջան, այս ձեզ դուք մի անգամից ոնց որ Ճանաչական եք, չգիտեմ Սա ձեզ Բայց ինձ համար իրոք անակնկալ է։ Շնորհավորում եմ, շնորհակալություն։ Այո, թող Գոսպորտը միշտ լինի ձեր կողքին ու ձեզ ապահովի լավ երաժշտությամբ ու լավ լիցքերով ու լավ հաղորդումներով։ Ու ես առաջարկում եմ բոլորս միասին երգենք մեր վերջին երգը, որը անակնկալ է, իսկ թե ինչ երգ է դուք հենց հիմա կլսեք մեր կատարմամբ։ Գնացինք։ Սիլվա Հակոբյան, տնից փախել եմ։ Կանաչ կարմիր շորերս հագել եմ, խոճապող չաստրել եմ, կապել եմ, Թակում տնից փախել եմ, եկել եմ ձեր տան դիմաց վառել եմ, Կանաչ կարմիր շորերս հագել եմ, խոճապող չաստրել եմ, կապել եմ, Մինչև իրենք կդնել իրենց խոնջաներն ու բողջաները, ես ձեզ առաջարկում եմ subscribe լինել մեր YouTube-ի ալիքին ու դիտել մեր հաղորդումները։ Իզանից յադիս մի բարև տարեք, ասեք դուս կա էկ դրնից, խոսք է տվել քո Գարստանից, գիշեր ու ցերեկ մի խամբար բերեք, Իզանից յադիս մի բարև տարեք, ասեք դուս կա էկ դրնից, խոսք է տվել քո Գարստանից, Բրավո բոլորին, շնորհակալություն։ Կարաոկե 963, 2 թիմ 4 ձայն ու տարբեր ոճերի երգեր։ Pop, rock, rap, շանսոն հայկական։ Երգիր մեզ հետ YouTube-յան եթերում։